Սպորտային աշխարհի ճանաչված դեմքերն ու սպորտսմենները մեկ հարկի տակ են հավաքվել կարևոր ու սպասված իրադարձությանը մասնակից լինելու։ Կայացավ հայտնի բռնցքամարտիկ մարզական գործիչ Դերենիկ Գաբրիելյանի «Իմ կյանքի ռինգը» խորագրով գրքի շնորհանդեսը։ Ծնողներս ասում էին բերք երբ են հավաքում, երբ որ հասունանում է, երբ որ 80 տարեկան դարա զգացի, որ արդեն պետք է ինչ-որ բան թողեմ ինձնից հետո, քանի որ իմ բնավորության մեջ լիդերություն կա, այսպես ասած, եւ փորձեցի մանկությունից մինչեւ այսօր գրեմ իմ անցած ճանապարհը 80-ից ավել երկրներում եմ եղել։ Դուք պատկերացնում եք ինչքան մարդկանց հետ ծանոթ եմ, ինչքան մեծ աշխատանք ենք փորձել անել հանուն սպորտի։ 81 տարվա պատմությունը գրքի 250 էջերում են զետեղվել։ Գիրքը պատմում է նրա մանկության ու պատանեկության, մարզական ուղու եւ տարիների ընթացքում կուտակած փորձառության մասին։ Մայրս ինձ մենակ է մեծացրել եւ միշտ ասում էր. «Զավակս, բոլոր դժվարությունները կյանքում, որ հանդիպես, կարելի է հաղթահարել բացի մի բանից, բացի մահից»։ Եվ ճիշտ էր ասեմ մամաս, եւ ձեր մայրերը նույնն են ցանկանում իրենց զավակներին։ Իր նոր գրքում հեղինակը վերհիշում է կյանքի այն դրվագները, որոնք նրա անունը սպորտի աշխարհում ճանաչված են դարձրել։ Իմ կյանքի ռինգը ոչ միայն անձնական հիշողությունների ժողովածու է, այլև հայ սպորտի պատմության կարևոր էջերի վկայություն։ Թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանի անունից։ Մեր համար շատ կարևոր օր է, որովհետև մեր օլիմպիական կոմիտեի որդեգրած քաղաքականությունից մեկը նա է, որ վաստակաշատ մարդիկ իրենց օրվա կենդանի օրով կարողանան արժանանալ այն մեծ պատվին։ Վստահ եմ, որ սա նաև կոգեշնչի մեր երիտասարդներին, որ իրենց ճանապարհը անցնեն գլուխը բարձր։ Տեղը, որտեղ նրանք աշխատում են, աշխատեն մեծ նվիրումով։ Դերենիկ Գաբրիելյանն իր գրքում պատմում է նաև, թե ինչպես է բռնցքամարտի հանդեպ սերը, տարիների փորձն ու նվաճումները ձևավորել նրա աշխարհայացքը եւ ինչպիսի դասեր է ուզում փոխանցել նոր սերունդներին։ Գիրքը տպագրվել է 500 օրինակով, եւս 500-ը կտպագրվի առաջիկայում։ Պահանջարկը մեծ է, ծրագրերում կա նաև գիրքը թարգմանել հայերեն։ Պետք է ավելի շուտ այս գիրքը լույս տեսներ, բայց ես վերջում ինչպես միշտ խնդրեցի Ծառուկյանը մի հատ նայի գիրքը ծանոթանա, իր կարծիքը ասի եւ ինքը գիտեք ինչ, ասեց Դերենիկ, դու լինելով բռնցքամարտ, բայց դու Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ ես երկար տարիներ, դու պետք է շատ բոլոր մարզաձևերից գրես, այդ թվում եւ քիչ գործ չի արել մեր ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Ես մեծ սիրով ընդունեցի, դիտողությունը ավելացրել եմ եւ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Գիրքն իրականություն է դարձել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորության շնորհիվ։ Ինչպես Դերենիկ Գաբրիելյանն է ընդգծում, գրքի յուրաքանչյուր էջ հիշեցնում է, հաղթանակները ծնվում են տոկունությունից եւ նվիրումից։